Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Համո Սահյանը գրում էր. ուր որ նայում եմ, քարե բարձունք է, քարե արցունք է, քարե ժպիտ, քարե սարսուռ է ու քարե սունկ է, քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։ Իսկ հիմա քանիս է գգրեն կամ կասեն ուր որ նայում եմ, ժանգոտ չափառ է, ժանգոտ բուտկա է և ժանգոտ կամազ։ Բարեկարգ միջավայր այսօրվա մեր քննարկվող նյութն է, որը կբացահայտենք մեր փորձագետների հետ։ Ուրբանիստ քաղաքային պլանավորող պարոն Վիկտոր Մնացականյանն է մեր հյուրը, նկարիչ քանդակագործ պարոն Նաիրի Գրիգորյանը։ Նկարիչ Շակարդ, ինչպես ներկայացնում են, Շանթ Կարապետյանը և Արտակ Կնյազյանը, ճարտարապետ։ Եվ սկսենք հենց սկզբից, ինչ միջավայր ունենք մենք և ինչպես կնկարագրեք այդ միջավայրը, բարեկարգ կամ բարեկարգ քաոսային, որն է ձեր տարբերակը։ Կասեի քաոսային, ինչի համար, որտեվ շրջապատը շատ ցավոք հարցերից մեկն է, շատ աղտոտ է, շատ աղբ կա մեր շրջապատում և Երևան քաղաքում և ընդհանրապես Հայաստանի տարածքում, որը ոչ շատ ցավալի է։ Պետք է հասնենք այն աստիճանի, որպեսզի աղբը չլինի, մաքրենք ու նոր դրանից հետո սկսենք մնացած գործերը։ Լավ, խնդրեմ։ Ժանգոտ չափառները իրականությունն է ցավոք սրտի, սակայն ես մտածում եմ, որ սա վստահ եմ մոտեցման և մտածելակերպի հարց է, որտեղ մենք սիրում ենք, որ մեր տան ներսում շատ լավ բարեկարգված, շատ սիրուն տներ ենք սարքում, մեր ինտերիերները տենց թանկ նյութեր ենք օգտագործում, բայց երբ դուրս են գալի մեր տնից և մեր տան դիմացը կեղտոտ է, մենք շատ ծանր չենք տանում այդ փաստը, Չենք տեսնում։ Չենք տեսնում, այո։ Մենք ներսից մեր տարածքը վայելում ենք, դուրս են գալի մեր դիմացը չենք ավլում, քայլում ենք, գնում ենք, հետո գործից գալիս ենք տուն, մտնում ենք ներս, ասում ենք դե կարևորը իմ տունը մաքուր է։ Այս մոտեցումն ու մտածելակերպը ջարդելու ու փոխելու համար պետք է ժամանակ։ Ես շատ լավատեսորեն եմ տրամադրված, պարզապես իմ լավատեսությունը ձգվելու է շատ երկար։ Ով պետք է մաքրի, պարոն Մնացականյան։ Դե ըստ կարգի պետք է մաքրի բնականաբար քաղաքապետարանը, բայց այստեղ մենք այսօր որ խոսանք, շատ կարևոր է, ես կուզեմ, որ այդ քաղաքապետարաններ, գյուղապետարան բառերը մի քիչ փոխենք համայնքով, որովհետև Արտակի ընկերոջս Կնյազյան ասածը շատ ճիշտ է, որտեղ այդ մաքրությունը եւ այդ պատասխանատվությունը եւ Նաիրի ասածը, բայց սա նա է խնդիրը, որ քաղաքապետարանը Երևանի կամ մնացած չկենտրոնանանք Երևանի վրա, չի դառնում համայնք։ Այսինքն մենք պետք է ունենանք համայնք, որովհետեւ քաղաքը ընդհանուր, գիտեք, քաղաքները մոտեցնում են բոլորիս, բայց բակերը նույն հարազատացնում են մեզ ավելի շատ։ Եվ դա էլ հենց դառնում է համայնքը, որովհետև եթե մենք վերցնենք, մենք ունենք տուն, հետո մենք ունենք բակ, հետո մենք ունենք թաղ, հետո մենք ունենք քաղաք, հետո նոր ունենք, ասենք, Հայաստան։ Մինչև դա չպահպանվի, մինչև այդ տարբեր տեղերը մենք լավ հետազոտություններ չանենք, թե մարդաբանական, թե մշակութային, կարծում եմ գործընկերներն էլ կասեն, նոր դրանից հետո մենք պետք է այդ թե քաղաքական մշակութային անալիզը մեր համայնքների իմանանք, որտեղ Երևան հասկանում ենք ինչքան տարբերվում է Գյումրուց Գյումրին, ասենք Վանաձորից, Վանաձորը Սևանից, Սևանը Գորիսից եւ մնացածյանները չտամ, որտեղ ամեն մեկը սկսած մեր ընկերների խարակտերներից մնացած վերջ ինչքան տարբեր են։ Այ դա պետք է անենք, հետո նոր գնանք մնացածներին։ Կներեք, ես մի քիչ շատ վերևից կամ գլոբալ այդ հարցին պատասխանեցի, բայց հարցը շատ ավելի խորքային է, որովհետեւ մակրությունը դա ընդհանրապես մի մասն է։ Շատ երևացող։ Պարոն Կարապետյան, ինչ եք նկարում դուք եւ ինչու։
Ճիշտն ասած, հիմա էլ չեմ նկարում, Ինչու դադարեցիք դա այդ հետը։ Հենց այդ հարցի պատասխանը նոր շոշափվեց։ Եթե անկեղծ մի քիչ հիասթափվեցի, որովհետև իմ միտքն այն էր, որ իմ կարողությամբ ես փորձեմ գեղեցկացնել մեր քաղաքի ինչ-որ մի հատված եւ փորձեցի, ստացվեց, բայց շատ կարճ ժամանակ տևեց, որովհետեւ ես մի քանի ամիս հետո գնացի տեսա, որ նորից նույն աղբավայրն է դարել այն հատվածը, որ ես իմ ուժերով մաքրել էի, չգիտեմ, նկարել էի, հետեւաբար հասկացա, որ միգուցե մենք այդքան էլ պատրաստ չենք սթրիթ արտին, չգիտեմ, գեղեցկությանը, մի քիչ վատ է հնչում, բայց կարող եմ այսպես ասել, դրա համար 2022 թվականից էլ սթրիթ արտով որոշեցի, որ չպետք է զբաղվեմ, գուցե մի օր նորից վերադառնամ։ Գիտեք, այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունը տոտալ փնթի է։ Չէ՞։ Ես համաձայն չեմ։ Որտեղ է ապա այդ մաքրությունը։ Միայն սեփական բնակարանում։ Կասկածում եմ։ Մաքրությունը, ինձ թվում է մաքուրը այնտեղը չի, որտեղ մաքրում են, այլ մաքուրը այնտեղն է, որտեղ չեն կեղտոտում։ Եվ գիտեք, քանի մենք այս անցած օրը Նուբարաշենի այս մեծ խնդիրները, որ մենք ունենք, որ նայում են աղբավայր, աղբը իրականում։ Քանի մենք աղբին նայում ենք որպես աղբ, մեզ մոտ երևի թե ոչ մի բան դժվար ստացվի։ Մենք պետք է նայենք որպես օրինակ թափոն։ Հասկանանք, որ դա գումար է, կարող է թեկուզ քիչ, թեկուզ առանց դոտացիաների չի լինի։ Բայց մենք այդ հարցին տենց պետք է նայենք։ Նույնը մենք պետք է մաքրությանը հասկանանք, եթե երևանցիների 99%-ը ես կարամ համոզված եմ եւ իջեմ, որ չգիտեն, թե ով պետք է իրենց բակի մաքրությունով զբաղվի։ Ասենք կարող եմ հարցնել, որը մեկը չի իմանա, որտեղ դա հասկանալի է։ Բայց այդ մաքրության ժամանակին կար օրինակ ընդամենը մի թիվ ասեմ եւ ավարտեմ, որ ժամանակին օրինակ կենտրոնում կար երկու շրջանից չէ, Սպանդարյան եւ Միասնիկյան շրջաններ։ Ամեն շրջանում կար մոտ 250 բակային հավաքարաններ, այդ որնիկներ, որ մենք ասում ենք։ Եվ կար եւս 200-ից ավել քաղաքային հավաքարաններ, ավել, որոնք փողոց են անում նաեւ որոշ դեպքերում միջբակային տարածքները, բակերը։ Հիմա կենտրոնում գիտեք բակում քանի հավաքարար կա, արդեն պատկերացնենք 500 բակա մոտավորապես, մի քիչ, իսկ այն մոտ 400-500 մաքրու տեղ է հավաքարարի տեղը։ Երևանում հիմա բակային կարող է 10 հատ չլինեն, 10 հոգի չլինեն, կներեք։ Շատ լավ մարդիկ են, շատ լավ, բայց չեն հասցնում այդ մարդիկ, որտեղ համակարգը սխալ է։ Բայց ինչու կրճատվեց։ Վատ պլանավորման պատճառով մեկ եւ երկրորդը նաեւ կարող եմ ասել, որ այստեղ մենք խոսում ենք բակերից, որը մեզ ավելի շատ անհանգստացնում, թե մեր երեխաներն են խաղում, ենք ամեն օր, հա, բակում ենք անցկացնում, բայց փողոցային մաքրություն հիմա ավելի զավեշտ, ամենազավեշտը, որ ուրեմն պատկերացրեք, փողոցի մայթը մաքրում է մի մարդ, մի ծառայություն, բնաբաժակներ է, որը ծառեր կան, այլ մարդիկ, փողոցը մաքրում են ուրիշ մարդիկ, այսինքն մի փողոցը մաքրում են 3 տարբեր մարդիկ, իսկ այս վերջերս այս անձրևաջրերի է սա, որ կան անդամ։ Հա, մեկը մայթից լցնում է այնտեղ, որտեղ նա փողոցի մայթից լցնում է, մենք վիդեոներ ունենք, ոնց է օրինակ դիմա խանութի կամ կաֆեի հավաքարը, որը պատասխանատվություն անմիջապես մայթին իրանց վրա է։ Լցնում են շուտ բնաբաժակի մեջ, սավոկե չեն հանում։ Հետո մեկը բնաբաժակը այդ կանաչապատման բան, որը վերցնում է լցնում է փողոց, այդ փողոցն է, եթե այնտեղ կա երկու հավաքարար, հետո ասենք այդ սմոչիկն այսպես ասած գալիս, որ հետո հավաքում լցնում է։ Իրանք հետո զբաղված են լինում կամ այդ պայն աղջիկը այդ Կրասնոդարը խոսում եւ մաքրում, անգամից այդ նայում մարչին է, առավոտական բան լցնում է այդ ցախ հեղատարերի մեջ։ Հետո եղավ մի հատ մեծ նկարագիր, բակեր, փողոց եւ արդեն հասկացանք մնացածը մուտքերի մասին, որ համատիրությունը պետք է անի, դա համատիրությունը պետք է անի, որ մենք դա տեսել Երևանում համատիրության մաքրիները կան, ասենք մեր բաժեզները, մուտքերը մաքրեն, չէ։ Այսինքն 4-5 հատ նա ինչքան խնդրեմ եղավ։ Ես մենակ մաքրության մասին ենք խոսում, բայց մաքրությունը մի քիչ էսթետիկա մեջ է, մի քիչ հիգիենա կա, կենցաղ կա, բայց այ Նուբարաշենի այդ սա կամ Փոշին Երևանի, դրանք արդեն ավելի խորքային են։ Պարոն Գրիգորյան, դուք ինչ պատկերացում ունեք բնակավայրերը գեղեցիկ դարձնելու համար։ Գեղեցիկ դարձնելու համար, ինչպես ասեցի, ու բոլորս ենք ասում, աղբի վերացում, նոր դրանից հետո սկսենք գեղեցկացնել, նո հիմնականում քաղաքային որպես քանդակագործ քաղաքային քանդակներ չունենք։ Ասենք եւ ոչ միայն Երևանը նորից զարգացնելու, այլ ամբողջ հանրապետությունը։ Քաղաքային քանդակների մեծ պակաս ունենք։ Իրոք չունենք, ստեղծագործական քանդակներ
չունենք ստեղծագործական քանդակներ։ Չէ, չի վերաբերում Կոմիտաս, Սարյան, դա ունենք, ամեն ինչ ունենք։ Օրինակ շատ կուզենայի ես վերջերս այնպես խոսացին Վիլյամ Սարոյանի արձանը, որը որ գտնվում է Մոսկովյան Մաշտոց Քոչարի թանգարանի դեմ դիմաց։ Օրինակ իմ բոլոր հարգանքս Վիլյամ Սարոյանին, բայց ուղղակի ես կուզենայի դրա տեղը լիներ Քոչարի ստեղծագործություն։ Հենց թանգարանի դիմացը ինքը շատ մեծ այցեքարտ կլներ թանգարան տեսնելու մտնելու, իսկ Վիլյամ Սարոյանին կարելի էր դնել ինչ-որ մի նորից մի սիրելի հարգալի մի տեղ։ Մենք կոլորիտ չենք կարողանում ձևավորել։ Դե փաստորեն չենք կարողանում տենց ասեմ, որովհետև հիմա գիտեք, թվում է թե ստեղծագործ ազգ ենք եւ քաղաքաշինության մասին բոլոր դասագրքերը բաց են, սակայն չի ստացվում։ Ինչից է դա կառավարման խնդիր է, ինչ է կարծում։ Դե բնականաբար կառավարման խնդիր պետքա լինի, որովհետեւ ասենք նոր ինչ որ նշեցի, դա տենց ցայտուն երևում է, էլի որ թե ճաշակն էլ իր հերթին ամեն ինչը երևի իրար հետ միասին է, ոնց ասեմ։ Դա ուղղակի տենց հերվից է երևում, էլի, պետք չի դրա համար ինչ որ բարձրագույն հաստատություն վերջացնել, որ Քոչարի թանգարանի դիմացը պետքա լինի Քոչարի քանդակը։ Եվ ոչ միայն դիմաց, այլ ամբողջ քաղաքում մենք ունենք Քոչար, որ էլի շատ տեղեր պետք է լինի։ Մի հատ դրված է վերնիսաժում եւ վերջ բանը Սասունցի Դավիթ խոսակցություն որ կա փակա Մերգելյանի ազգային ժողովի բակում հետո այո Սասունցի Դավիթը այդպես խոսակցություն կար չէ որ չոր վերեին դեպի կենտրոն չէ Սասունցի Դավիթը ապա իմ հազվը թող մնա այնտեղ բայց իր շրջապատը պետքա դառնա Սասունցի Դավիթ հիմա շրջապատը ահավոր է Կայրանը մեր Կայրանն է եղել ինքը պատմական հուշարձան է երևի կոչվում, բայց այդ կողքերի այդ ամեն ինչը պետքա վերացվի, այսինքն այդ թաղամասը դառնա Սասունցի Դավիթ։ Դա էլ է խնդիր։ Մենք ունենք էպոս, շատ քիչ ժողովուրդներից ենք, որ ունենք էպոս, ունենք Սասունցի Դավթի արձան Քոչարի ձեռամբ եւ առևտուր, երթուղի, մարզեր մեկնող տրանսպորտ, ինչ որ ներքևը քաբաբ հարթիներ եւ այլն։ Որ դրանք պետքա վերացվի։ Բնամթերքի առավոտյան ակտիվ առևտուր քաղաքը պարոն Գիտեք, շատ հետաքրքիր կարծիքներ հնչեցին, բայց ես մի քիչ փորձեմ ուրիշ ռակուրսից էլի գամ այս հարցին, որտեղ դուք հարցում եք օրինակ ճաշակի հարցը, սա թե ինչն է պատճառը, թե խինք մենք փնթի, ասենց բազմաթիվ կարելի է դիտարկումներ անել ու երևի թե չենք սխալվի ոչ մեկում Բայց ես նորից գալիս եմ մտածելակերպի ու մոտեցման մեջ, որովհետև առաջինը մենք եսասեր ժողովուրդ ենք։ Մենք սիրում ենք մեր շուրջ բոլորը լինի լավն ու մաքուրն ու կոմֆորտը, դիմացին ու հանրային մտածելակերպ մենք չունենք։ Հիմա Սասունցի Դավիթի արձանի միջավայրը ֆանտաստիկ միջավայր է իրականում, նախագծված եւ նախատեսված։ Ոնց է դա կիրառվում, ահավորը։ Իսկ այդ ահավորության գլխավոր պատճառն է, որովհետև մենք հանրային մտածելակերպ չունենք։ Ես իմ կողքը 3-4 քառակուսի մետրս մաքուրը, սիրունա, պատիկս դրել եմ, 5 մետր ենքում ինչա, ինձ հետաքրքիր չի։ Հասկանում սա ճաշակի հարց չի, սա մտածելակերպի եւ մոտեցման հարց է։ Սա դաժե փնթիության հարց չի, որտեվ այդ մարդը ինքը փնթի չի, ինքը իրանով փնթի չի։ Ինքը իր սահմանում շատ ակուրատնի է, որտեվ մենք սիրում ենք, չէ՞, մեր ավտոն պետք է մաքուր լինի, տունս պետք է մաքուր լինի, ես, իմը, ես այս վիճակը։ Նորմալ է իր համար, բայց մենք հանրային մտածելակերպ չունենք։ Նայեք, ճարտարապետությունը միջավայրի կազմակերպումը։ Իր բնութագիրը տենց է։ Ինչ է ճարտարապետությունը, միջավայրի կազմակերպում։ Ճարտարապետները ինչքան էլ կրթված, չգիտեմ, տարիներով սովորած, մենք խորհրդային ժամանակաշրջանի ֆանտաստիկ դպրոց ենք ունեցել ճարտարապետական, այսինքն տենց կադրեր ենք տվել։ Մարդիկ այդ կրթված, այդ հզոր ճարտարապետները կառուցում են գրագետ միջավայրներ, հետո գալիս է ժողովուրդը, որը թվարկեցի ինչ-ինչ հատկանիշներով, որը բնավորություն է, սա փնթիության հարց չի, սա տեսակ է, որը պետքա փոխվի, այո, երկար է տևելու այդ փոխվելու։
անկյաց երկար է։ Ուզում եմ ասեմ, մենք կառավարման, եթե խոսենք մենեջմենտից, մենք լուրջ մենեջմենտի կարիք ունենք։ Բայց դուք ասում եք, որ ունենք ճարտարապետության այդ համակարգը ներկայացրած թեկուզ Սասունցի Դավթի արձանի շուրջ, բայց ստեղծվել է լրիվ այլ կոլորիտ։ Մտածողությունը հիմա մեր որ մեկն է, ստեղծածը, որ մենք լավ ենք ստեղծում, թե այն, որ լավ ենք անում։ Մենք ցավոք սրտի չենք կարող օգտագործենք եւ կիրառենք մեր ժառանգությունը։ Մենք սիրում ենք ժառանգությունը քանդել, ներկել, փչացնել։ Մենք գիտեք, շատ ուրախ կլինեի, մենք գիտաֆանտաստիկ բաներ ասեմ, էլի։ Շատ ուրախ կլինեի, որ ստեղծվեր մի հատ դպրոց, որտեղ կրթեին գնահատել ժառանգությունը։ Դա սովորացնելու բան է։ Մենք պարտավոր ենք սովորացնել։ Մենք պետք է երեխեքին նստացնենք, ասենք դու պետք է հարգես եւ պահպանես քո ժառանգությունը։ Սա կրթության կարևոր ուղղություն է, որտեղ ցավոք սրտի մենք չենք կարողանում այսօր, բայց ես չեմ ուզում sense բացասական լադով տանեմ այս խոսակցությունը, վերադառնանք երկարաժամկետ լավատեսությանը։ Ես եզակի եւ իմ ընկերները եւ վստահ եմ իմ գոլեգաները այն եզակի համբերատար մասնագետներից են, որոնք մենք նվիրել ենք այս գործին, որ շատ երկար ժամանակահատվածում քայլ առ քայլ մենք պետքա փորձենք ազդել այս ամեն ինչի վրա, բա ինչի ենք էլ մասնագետ։ Ուզում ասեմ, եթե մենք նստենք մենակ բողոքենք, ասենք վայ դե փնթի է, վատ է եւ այլն, հա պարզ է, բայց մեր գերխնդիրը միսիան ճարտարապետների, քաղաքային պլանավորողների, նկարիչների, ինչ վերաբերում է նկարիչներից կներեք, եթե երկար եմ խոսում, օրինակ խոսացինք սթրիթ արտից, նայեք սթրիթ արտը ինքը իր մեջ մի քիչ sense բացասական բան ունի, շեշտ ունի, այո, բայց ինքը այդքան բացասական չի, ինչքան իր մասին խոսում եմ, բայց այդտեղ ձևակերպման հարց կա, որտեղ մենք խոսացինք ձեր հետ նաև մուրալի մասին, որը քաղաքային միջավայրի ձևակերպում է ինքը, այսինքն ձևավորումը։ Մուրալն ու սթրիթ արտը տարբերվում է։ Ժեշտից դարպասներից էինք խոսում։ Բայց գիտեք ինչ, թե հարցը ֆինանսի մեջ չի։ Ես փող ունեմ, եկեք տրավերտինի աբլիցով կանեմ դարպասս, թե չունեմ։ Ես կարամ փող չունենամ, բայց ես ունենամ ճաշակ ու միտք։ Անեմ մուրալ հին ժանգոտ պատի վրա եւ ստեղծեմ քաղաքային միջավայր։ Այն ինչ անում են Եվրոպայում, այն ինչ անում են Ամերիկայում, Նյու Յորքներում եւ այլն եւ ֆանտաստիկ օրինակներ կա։ Այսինքն մենք ունենք այդ հնարավորությունը եւ կանենք, եթե մեր նման մարդիկ մի քիչ լինեն համբերատար ու քայլ առ քայլ կրթելով գնան առաջ։ Հնչեց առաջին ինչ պետք է անելը, պետք է կրթել, հարգել ժառանգությունը։ Եկեք թվարկենք ինչ պետք է անել, որովհետև ճանապարհը կարճ կլինի, եթե մենք սկսենք անել, եթե չենք անում, դա հազարամյակներ կարող է ձգվել։ Եվ սկսենք հենց սթրիթ արտից։ Նախ առաջինը կուզեմ շեշտել, որ մի բան ստեղծելուց առաջ նախ պետք է չվնասել, որովհետև մենք շատ հաճախ տեսնում ենք, որ սթրիթ արտ կամ մուրալներ նկարվում են այն շենքերի վրա, որոնց վրա նույնիսկ հանճարեղ ցանկացած գործ նկարվելու դեպքում գեղեցիկ չի դիտվելու։ Եթե մենք ունենք օրինակ վարդագույն տուֆից գեղեցիկ շենք եւ դրա վրա նկարվի նույնիսկ կատարողական շատ բարձր կատարողական նկար նկարվի, միևնույն է դա շատ տգեղ է դիտվելու։ Ես իհարկե կողմնակից եմ, որ այն ինչը որ փչացված է եւ կամ փչացող է արդեն, դա վերածել արվեստի գործի։ Եվ որպես այդպեսին հավատացեք, նու սթրիթ արտը այլ է, ես սթրիթ արտն ինքը մի քիչ այլ գաղափարական խոսույթ ունի, ինքը մի քիչ ավելի բողոքի ներկայացման հետ է կապված, իսկ կոնկրետ հենց մուրալները դրանք շատ ուժեղ զենքեր են թե տուրիստական առումով։ Մենք ունենք աշխարհում կան այնպիսի քաղաքներ, այնպիսի փողոցներ, որտեղ եթե չեմ սխալվում, այո, Իսպանիայում էր մեկ փողոց վերցրել էին եւ բոլոր այդ փողոցը պատել էին շատ բարձր կատարողական մուրալներով եւ հավատացեք այդ փողոցը դարձել էր տուրիստական մեծ կենտրոն հետեւաբար բայց պետք է մենք այդ չափի զգացողությունը մի քիչ ունենանք շատ ժամանակ հենց այդ չափի զգացողությունն է մեզ մոտ պակասում ես իհարկե կողմնակից եմ այն շենքերը որոնք
որ չգիտեմ, կիսաքանդ են, վերականգնման ենթակա չեն, դրանք փորձենք դարձնել արվեստի ինչ որ գործեր, դա կլինի մուրալներով, կլինի ինչ որ հետաքրքիր կոնցեպտուալ որոշումներով եւ իհարկե նաեւ ուզում եմ նորից շեշտել, որ չվնասելու մասին, որովհետեւ շատ ժամանակ մենք թվացial մեր արվեստի գործեր ստեղծելով մենք մեր քաղաքի դեմքը ավելի ենք կեղտոտում եւ դա ավելի բացասական հետքեր է։ Ովքեր պետք է ձեզ օգնեն կամ որ օղակները, որպեսզի այդ կիսակառույցությունները կարողանաք գեղեցկացնել։ Շատ լավ հարց եք տալի, իրականում ես շատ կուզեի, որ այս երևույթը համակարգված լիներ, համակարգային լիներ, այսինքն ուղղակի ինչ որ նկարիչ կամ նկարիչների խումբ չորոշեն, որ իրենք պետք է ինքնագլուխ այս շենքի, չգիտեմ, թվացial սիրունացնեն։ Այսինքն պետք է լինի ինչ որ խումբ, որը կորոշի նախ կոնկրետ նկարիչներին կընտրեն, որովհետև ես կարող եմ շատ ուզենամ սիրունացնեմ, բայց դա իմ մոտ չստացվի եւ հետեւաբար մենք արդեն ունենանք ավելի բացասական նկար։ Դրա համար պետք է նախ խումբ ձևավորվի եւ ինչ որ համակարգային լուծում փորձենք տանք, այսինքն ընտրում ենք այս փողոցի հենց այս շենքը, որովհետև մենք այդ որովհետևները հարցեր են, որոնց պետք է պատասխան տանք, այստեղ այս նկարն ավելի հարմար արվի, այստեղ, չգիտեմ, օրինակ Քոչարի նկարը նկարվեց, եթե չեմ սխալվում, հենց այդ Քոչարի անվան փողոցի վրա, չգիտեմ, ես իմ անձնական կարծիքը չեմ կարող ասել, միգուցե դա որոշներին լավ թվա, որոշներին վատ թվա, բայց պետք է ունենանք համակարգային մոտեցում, այսինքն անհատապես ոչ մի նկարիչ չպետք է կարողանա նկարել նամանավանդ քաղաքի կենտրոնական հատվածներում, կենտրոնական շենքերի վրա, այն շենքերը, որ ուղղակի կարող էր մաքրվել եւ հին են վարդագույն գեղեցիկ ոնց որ շենքերը, մեր վարդագույն Երևանին, որը արդեն այդքան էլ այդպես չի, վարդագույն Երևան չի դարձել արդեն, վերականգնել։ Ինչ վերաբերվում է արդեն համատարած տենց, չգիտեմ, գեղեցկացնել միայն ստրիտ արտով, իհարկե դեմ եմ։ Իհարկե։ Պարոն Մնացականյան, եկեք նաև խոսենք այն ուրվական շենքերի մասին, որոնք քաղաքի կենտրոնում տասնամյակներ շարունակ փակ, անհասկանալի։ Բարեբախտաբար քիչ են այդ շենքերը, բայց կան։ Ես ընդհանրապես եթե թույլ տակ ավելացնեմ Նայիրի ասացին, որ ես համաձայն եմ Նայիրի հետ, որտեղ Դավիթ Երևանցին մեր ժողովրդական նկարիչներից եզակի ամենաֆենոմենալ հզորներից Սարոյանի արձանը, հա, որ մենք ունենք։ Ֆանտաստիկ գործ է, իրականում ճիշտ է, ցանկալի կներ բնականաբար, որ այդտեղը լիներ Քոչարի քանդակներից, մենք ժամանակին դեռ այդ ռուսական մոռացած ֆիրմայան ենք բանակցում, որ այդ Մերկելյան ինստիտուտից օրինակ տեղափոխենք կիբեռնետիկայի մուզան։ Բերենք գիտությունների օրինակ ակադեմիայի դիմաց այդ աստիճանների վերևը շատ լավ այդ ընդհանուր վիճակներ կարելի էր բարեկարգել այդ գիտությունների ազգային ակադեմիայի դիմացը եւ որոշները, բայց նաեւ հավելեմ Հարտակի ասացին եւ շատ ուրախ եմ, որ Շաքարն լինելով ինքը դուք այդ ստրիտ արտի դեմ եք նման բաների, շատ ուրախ եմ, այսինքն կողմ եք համակարգային մոտեցմանը, օրինակը Պուշկին փողոցի Քոչարի եւ որ այդ տուֆի վրա, այդ Պուշկին 62 հասցեում Սարյանից նայում ես, դերևը մենակ Սարյան փողոցից մի հատվածից Պուշկին այդ բարձրհար շենքի այդ կողային պատին տուֆի վրա նկարեցին Քոչարի գործերից աշխատանքի բան այդ խնդիր չկա, ես այդ կազմակերպիչների ընկերներից հա բացատրել ենք, խոսացել ենք, բայց լավ գոնե եթե այդպես բան անում եք, գոնե անմիջապես դիմացը նույնը Հակոբ Կոջյանի եւ Արաս Սարգսյանի թանգարանա, որտեղ այդ մարդիկ են։ Հասկանում եք դա ամենածիծաղալու։ Ասենք սաղ աշխարհը գնում է Հակոբ Կոջյանի գործերը մենք հիմա կարողանում ենք բռնում ես Քոչար։ Այդ դեպքում երբ որ մենք կարանք ուղղակի ասեմ Սասունցի Դավիթի հրապարակի մասով, ուղղակի ձեր խոսածները թույլ տաք ես իմ տեսակետը հայտնեմ։ Մենք ունենք Տիգրան Մեծի 67 հասցեն է, թե չեմ սխալվում, վերջի շենքն է չհասած, այդ ֆանտաստիկ սիրուն շենքերից է մեր Տիգրան Մեծի այդ պատերազմից հետո այդ տարածվող պատը լրիվ ազատ է, լրիվ տակընդ է ինչ-որ բուտկաներ են, այսինքն հենց այդ պատը կարա լիներ Քոչարին, հիմա որ անցնեք մի օր ուշադրություն դարձրեք, հատկապես եթե գալիս եք այն կողմից, Երևանի կողմից կտեսնեք, բայց Սասունցի Դավիթի մասը համաձայն եմ, իրականում շատ լավն է գծված եղել, բայց խնդրեմը որն է, որ մենք ինքը արդեն մի անգամ փչացել ենք, որ ժամանակին հիշում եք, այդտեղ կար կինոթատրոնը Սասունցի Դավիթի, Երեզակի մեր ամենա կին ֆանտաստիկ ճարտարապետներից Անա Տեր-Ավետիքյանի գործն է, միջալուց այդ կինը շատ կներեք այդ բառը ասեմ անբախտ էր այդ հարցով, որտեվ
իր եզակին որ իր կենթանության ինքն երկար ապրե կառուցած համ այդ շենքը քանդեցին, համ լեզվի ինստիտուտը Աբովյան, որ հիմա հասկանում եք, իհարկե Պոնչիկանոսները, տարբեր շատ լավ շենքեր դեռ կան Աննա Տեր-Ավետիքյանի, բայց երբ որ քանդեցին կինոթատրոնը, որ պետք է լիներ հյուրանոց։ Հիմա այդ հյուրանոցներ չկա, այդ տեղներ չկա, մի հատ փոս է, կողքը մեկ ընդեղ մի հատ սարսարանի, սառնարաների, խալաձենիքի ինչ որ պահեստամասերի ու անտիկ մի հատ չեք պատկերացնում ինչ տեսարանա, որ լավա մեր տուրիստների շատ քիչ մասն է գալիս երկաթուղով։ Եւ Զարան էլ Չէ, շատերը գնում են հենց դա տեսնելու համար, ես գիտեմ։ Դա էլ է դառնում Երևանի ինչ որ մաս, բայց այստեղ Զարան մեր ընկերներից լավ հետաքրքիր բան էր արել, նախագիծ էր արել հենց ընդլայնելու, մեծացնելու, որտեղ ինքը շատ ոնց որ մեր Նժդեի հրապարակն է, ինքը շատ սիրուն է, առաջ շատ ավելի սիրուն էր, բայց երբ որ մետրոն արեցին, այսինքն երբ որ բնակիչ ուզում է գնա դեպի այդ երրորդ մասի այդ ամենասիրուն տեղերից գնաց դեպի այդ սիրուն այդ կլոր մասը հրապարակի չես կարող, կամ պետքա գետնի տակով, գիտեք, ես մարդիկ, իսկ դու մարդուն չպետք է մտցնես մեքենան պետք է իջնի գետնի տակ, մենք այդ խնդիրը շատ ունենք։ Եվ այդպես ընդհանուր, եթե թու տվեցիք ասեմ, նաև ասեմ, որ street art-ի եւ mural-ի որ ասում եք, իրականում ճիշտ է։ Ես զարմանում եմ, ուղղակի որ Երևանի քաղաքապետարան օֆիցիալ ասում, այսօր արեցինք այսին street art-ը։ Street art-ը բացի ավելի շատ նաև լրացնեմ ընկերոջը, ոչ թե բացական է, քանի որ ինքը արգելված է, ինքը դրա համար է նաև ավել, որտեղ street art ինքը արգելված պետք է լինի։ Ես ուրախ եմ, որ Շանթը ասում է, որ ինքը հրաժարվել է, որտեղ street art-ը լավ է, որ գիշերը գնաց մետրոյի մի տեղ անես, թունելում դանալու։ Դա արդեն mural-ի մասին, այ mural-ը արդեն լրիվ ուրիշ բան է։ Այդ ինչ որ հիմա տեսնում ենք, սա mural-ի մասին է, բայց mural-ն է, որ ընդհանրապես մի բան ասեմ ամենակարևորներից, Իտալիայի Պիզա քաղաքում բոլորս գիտենք այդ թեքված աշտարակը։ Ուրեմն Պիզամ 70, չեմ հիշում, 6 թվականին էր Քիթ Հարինգը աշխարհի լավագույն նկարիչներից այդ ժամանակակից արվեստի Էնդի Վորխոլի բասկետբան ինքերն է, այսինքն ինքը ավելի ինչ որ միտեղ բարձր եղել, քան ժամանակ ինքը շուտ ավակի մացը։ Քիթ Հարինգը Պիզա մի հատ այտենց պատին դարձվոյ արելա այդ մյուրելը։ Հիմա Պիզա քաղաքապետան հայտարարում է վերջին 13-14 տարվա մեջ ավելի շատ գնում են նկարվում են այդտեղ, քան Պիզայի աշտարակի մոտ, ընդհանրապես մյուրը, պատկերացնում եք, ինչքան մեծ ես շատ ուրախ եմ քաղաքապետարանը նման ունի, բայց այ հիմա կամ ինչ անենք ինձ էր ասած, այդ ինչ անենք, այստեղ համարը բոլորս նույն բանն ենք խոսում։ Մեզ պետք է գեղագիտական խորհուրդ լավ լինի, վատ լինի, ով եկեք փորձնական մի տարով անենք, առանց մի հատ հասկանանք, մինչև 20 հոգի որ էֆեկտիվ լինի, լինեն ճարտարապետներ, լինեն նկարիչներ, մշակութաբաններ, տարբեր տիպի, այսինքն եւ Երևանում ունես մարդիկ, որ ինչ որ մի ձև աֆիլիրовані չլինեն, չգիտեմ Երևանի հասկանում եք, որտեղ կան շատ լավ ճարտարապետներ, բայց այդ մարդիկ չեն կարող դեմ խոսան, օրինակ որ ասում եք ժառանգություն է ուրվական, ինձ համար ունենք հայփոստի շենքը, հասկանանք դա ուրվական է թե չէ, Զվարթնոցը թանավական ուրվական է թե չէ, որտեղ ինձ համար այդ երկուսը գլուխգործոց են, հատկապես Զվարթնոցը, բայց եթե մենք հիմա թույլ տանք հայփոստը քանդեն, կասկածելի գործարքների շնորհիվ, մյուսի իմացեք Զվարթնոցը թանավականն է լինելու, որտեղ շատերի համար ես գնում ես Հռոմ, բոլորը տեղել եք երևի, ասենք Պանթեոնը 2000 տարվա բետոնեսում բան է, Զվարթնոցը թանավականը տեխնիկական սեյսմիկ պրոբլեմ ընդհանրապես չունի։ Հայփոստը ասում են, հայփոստը ժամանակ վերջին 5 տարվա մեջ մենք հիմա փաստեր ունենք արդեն, հավաքագրել ենք, 2 հատ պատվիրված է եղել էքսպերտիզա, սեյսմիկը, երկուսը դրական են տվել, հայփոստը ընդհանրապես ոչ մի խնդիր չունի, բայց հիմա անդադ ուզում են քողարկեն խափեն։ Շենք եք, շատ եք ուզում, հետևը կարա կառուցեք, որտեվ այդ հայփոստ կառուցող եղել է Երևան քաղաքի այդ պահին գլխավոր ճարտարապետը Սարապյանը, մեր ամենաֆանտաստիկ ճարտարապետներից, նույն ձև ինքը տարբեր շենքեր արեց, սկսած հրապարակի դու չի նշանակում, որ հենց բիզնեսը եկավ, պետք է քանդես, հինը կառուցես, որտեվ դա ինձ համար մյուս ամենակարևոր բանը դա Երևանի ինքնությունն է։ Որտեվ այդ հայփոստը ինքը արդեն ինքնության մաս է։ Նույն ձևի Երևանը քանդեցին, ասելով աղյուսե, հում աղյուսե շենք է, ոչինչ իրենից չի ներկայացնում, մի հատ գոմ է, էլի, ինչ ա եղել, որ փոխարենը ապակեպատ ինչ-որ մի հատ պլպլացող բան կդնենք։ Շատ դեպքերում ապակին վատ չի, բայց ոչ աղյուսի հաշվին կամ տուֆի հաշվին, որտեղ մենք տեսանք, ես վերջերս եկեք հիշենք, որ մենք խոսում ենք այն համայնքապետարանի, քաղաքապետարանի մասին, որ մեր ամենա ինչ ասեմ, ոնց ասեմ, լավ, գերթողահայրի ոնց որ Ալեքսանդր Թամանյանի կառավարության շենքը,
Ամենակարևոր կառավարության շենքը Բեռլինցին ծակեցին, ինչ որ մի հատ ֆիրմա տենդեր շահել է, Բեռլինս ծակեց ու որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվեց։ Այ եթե ներ գեղագիտական խորհուրդ մեջ բնականաբար կլինեն նաև մասնագետներ, ինժեներ, որ այդ հարցը կարգը կքննարկեն ոնց դնեին։ Երկրորդը, այս վերջերս տեսանք օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Արամ Խաչատուրյանը համերգաս այդ ամբողջը լուսավորեցին։ Հաստատ լավական ոնց որ կար, բայց հաստատ վատա ինչ որ ինչին արժանի այդ շենքը, որտեղ այն ամենակարևոր խոյակները, երբ որ դու չես լուսավորում, դա լուսավորություն չի, ոնց որ շենգավիթում է, հիմա գնում ես լուսավորել են ժամանակին, ասենք բանից այդ հայրենիքից միջև նժդեհրապ, բայց ավելավա չէ լուսավորեն, ոնց որ սպահես սպիտակ լուսեր առանց հասկանալու, ասես մի գծով շարել են, այդ սիրուն այդ ընդհանուր այդ արտիկտուֆ այդ սաղ բան հորինվածներ ոչի բան իմ ամենասիրած շենքերից դետալներից մեկը այդ բանն է հենց կինո հայրենիքի դիմացը քաղմաշի ասած էրկերկա Երևանում շատ քիչ կա ճարտարապետական հնարքը ինքերս արտակաբլ զարմանալու են քիչ ենք այդ դեպ կինո հայրենիք էլ չկա դե կինո հայրենիքից է բան չի մնաց այն ոնց որ պետքա լուսավոր կինո հայ կարևոր չի կինո հայրենիքը սեփականատերը կարևոր չի հայրենիք այդ ունիվերմագի ինչ վիճակում բայց այդ երկուսն է ճարտարապետական գլուխգործոցներ են դրանք պետքա լուսավորեն բայց իրենք պետք է ապրեն հասկանում դրա համար ասում եմ այս ուրվականները պետքա կոչ անգամ զվարթնոց օթանավականը պետքա հիմա լուսավորի կարևոր չի մինչև մեկը չենք թողելու դա քանդեն բայց ինքը պետքա լուսավորվի բայց լուսավորվի մասնագիտական ձևով մեկը սեփական ունակ ազգային շենքը անկեղծ սիրուն ազգային ժողովի շենքը սիրուն է որտեղ ինքը վիգրուշնի բանկա էլ ինտեղ դեղին ֆելզիտն է եւ այլն բայց շենքա լավ է շենք մեկը որ թվին ուսում sense չի լինի իրականում ասենք այս վերջերս կասկադն էլի տեսա լուսավորել պատկերացրեք այդ կասկադի այդ ամենա այդ սիրուն դիմաց երկու աշտարակներ ու մենք քիչ ունենք այդ աշտարակ ոնց որ այդ Կիևյանի սկիզբն է հա ոնց որ մուտքն է անում էլի Երևանի ուրեմն լուսավորելն ընդհանրապես մենակ 5-րդ հարգից ես չեմ մեղադրում այդ լուսավորողներին մեղադրում որ չկա գեղագիտական խորհուրդ մեղադրում եմ որ որոշում կայացնողները հանցավոր ինքնավստահությամբ որոշում են իրենք կարան թելադրեն ինչ մյուրը լինի ինչ որտեղ լինի հասկանում եք որտեվ եթե մյուրը հետևից է գնանք նույն հյուսիսային պողոտայինը որ արել են այդ շենքի վրա ինքը իհարկե այդ գաջը տգեղ էր բայց դա էլ պետքա քննարկվեր որտեվ եթե մենք խոսում ենք այդ գեղագիտական խորհրդից բացի պետք է լինի ակտիվ քաղաքացիները այդ դա է հարցը մյուսը լսենք ակտիվ քաղաքացիներին լսենք Ինչ անել բարեկարգ միջավայր ունենալու համար։ Տարեց մարդ եմ ուզում եմ միտեղ լինի նստենք, զբաղվենք, խաղերով, չկա։ Մենք այնքան վատ բաներ ենք հիմա լսում ու տեսնում, անկախ նրանից մեզ թվում է մենք Ամերիկայի փողոցներում ենք արդեն, վախը զգալով պետք է քայլենք։ Արդեն բավականին այսքանի տարիա մեծ գործեր է կատարվում։ Ինչ ասեմ, բոլոր շենքերի հայատներում պարտեզա դարած խաղահրապարակներով Ну, գետնի պահով ասֆալտը վերակառուցում են ինչքան որ կարողանում են։ Աղբահանությունը նորմալ է համարյա։ Սկսենք ամեն մեկս մեզնից։ Մենք մեզնից, ամեն մեկս։ Հիմնականում մաքուր պահենք, մեր տան պես պահենք։ Երեխեքի հետ խաղադաշտերը կարգավորվի։ Օրինակ Սիլիկյան թաղամասում է մի հատ այդպես խաղադաշտ չկա երեխեքի համար։ Փոշին, այս մեքենաներն աշատացել, այս բենզինի օդը, այս տխահոտերը, այգի չունենք, պետք է գնանք հանրապետական հասնենք, ընդեղ էլ ենքան մարդ լինում հավաքվում են ամբողջ թաղով։ Գեղեցկացրել է Երևանը, ճիշտ է հնությունը չի պահպանվել, միգուցե վերականգնեն, չէ որ քարերը մեկ համարակարեցին, որպեսզի վերականգնեն, ինչ եղան այդ քարերը։ Մեր բոլոր բնակավայրերը ոչ ասֆալտած է, սաղ փոս, ոչ ջուր կա, ոչ հոսանքը նորմալ չի։ Պարոն Գրիգորյան, որն է Երևանի այցեքարտը։ Դե պահպանել հինը էլի, պահպանել հինը, օրինակ ես նոր լսեցի այդ համարակալել քարերը ու Թերլեմեզյանի ուսումնարանը որտեղ է։ Ոչ միայն Թերլեմեզյանը։ Ես ասենք հասկացա մոտ է ավելի։ Հա, բնականաբար իմ տան կողքն է կոնդում։ Ուրա Թերլեմեզյանի ուսումնարանը բոլորը համարակալվեց եւ
Կոնդը կարող է դառնալ Երևանի այցեքարտը։ Ինչ են անում կարող է դառնալ, որ կոնդի մասին շատ են ասում։ Հիմա կոնդից շատ բան չի մնացել, ժողովուրդը ասում են կոնդ շատ բան չի մնացել։ Ես 57 տարի կոնդ եմ, հիդրոմետկայանի այդ հետևը վերևը մի քանի փողոց է մնացել, որտեղ հին մեջիթն է ու մնացածը համարյա նոր բետոնից տներ են սարքել, առաջ են եկել, հետ են գնացել, տենց ուղղակի եթե պահեն կոնդեն հինը վերանորոգեն հին ձևով, դա ուրիշ խնդիր է, պահեն մի քանի բան, որ մնացել է ու վերանորոգեն, դա կլինի կոնդ։ Հիմա կոնդը արդեն իր տեսքը լրիվ կորցրել է։ Ճարտարապետությունը հայկական ճարտարապետություն դա միֆ չի, ինչու համար, որտեղ ես հարց եմ չէ, որ սովետական միության ժամանակ միակ դիպլոմ, որ քննություն չհանձնես եւ կարողանաս օգտագործես Ֆրանսիայում, դա եղել է ամբողջ սովետական միությունից, եղել է մենակ ճարտարապետականի Հայաստանի, Երևանի, ոչ Մոսկվայի, Երևանի ճարտարապետական ինստիտուտի դիպլոմը, որ կարող ենք առանց քննության, առանց ոչ մի բանի։ Ես ուզում եմ մեր քննարկման մաս դառնա նաև Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը, որը հիմա ասում են, ներկայացնում են, որ վերանորոգվում է, խնդրում եմ այս հարցին եւս անդրադառնալ։ Պարոն Կնյազյան, ինչ կասեք այս մասին։ Շատ ծանր թեմա եք գործածում։ Իդեպ, չեմ սխալվում, 2 օրից մենք մի հատ մեծ քննարկում ունենք ճարտարապետների պալատի խորհրդով, նաև ուզում ենք փորձենք հանրային քննարկում անել այդ իմաստով, կասեմ, որ չեմ ուզում հիմա գնահատականին անվանումներ տամ, ինչ արվում, այս վայ, բայց կարծում եմ վտանգավոր ճանապարհով ենք քայլում, որտեղ հուշարձանների վերականգնման գործընթացը ունի հստակ կանոնակարգ եւ միջև որ սկսել որոշակի process, այսինքն իր դիագնոզը պետք է անցնի շատ լուրջ ինստանցիաներ ու շատ երկար ինստանցիաներ, որպեսզի գնալ ինչ-որ որոշակի քայլերի են, ինչ-որ հիմա կատարում է շատ իմ կարծիքով սարսափելի բան է կատարվում այդ հուշարձանի վերաբերյալ, որտեվ ես որպես ճարտարապետ ասեմ, կարծում եմ որոշ ճարտարապետները կընդունեն, որոշը գոնե մեծամասամբ, երբ որ ճարտարապետական որոշակի կոթող, շինություն, փոքր ճարտարապետական էլեմենտ, էական չի, երբ որ ճարտարապետը ստեղծում է, ինքը ստեղծում է ոչ միայն իր երկրաչափական ֆորման եւ գույնը, նաեւ տեքստուրան, քարի չափը, քարի տեսակը։ Հիմա Ծիծեռնակաբերդի ֆանտաստիկ ճարտարապետները, որոնք մեր թե ուսանողական տարին, թե մինչև հիմա մեր կումիրներն են համարվում, մենք վստահ ենք, էլի, որ ասենք բազալտի քարի չափը իր խորությունը, հաստությունը, վրայի տեքստուրան շատ մեծ ազդեցություն ունի ու կարևոր է ճարտարապետի համար, որը դառնում է հետո հանրային էլեմենտ, որ մարդիկ սկսում են դա վայելել։ Այսինքն հիմա որ մենք ասում ենք, դե մենք հիմա կվերականգնենք, ինքը լավ վիճակում չէր, ասում եմ, այդ դիագնոզը ուր է, որ լավ վիճակում չէր, այդ որ բազալտի այդ պլիտան, որը, չեմ, այդ ֆանտաստիկ թիմը ճարտարապետների մտածել է, հիմա որ դու հանել ես, ուր է այդ բազալտի քարը, բերելու ես ուրիշ քար ես, չէ՞ դնելու, երբ որ դու դնում ես ուրիշ քար, դու սարքում ես ուրիշ հուշարձան, դու չես սարքում այդ նույնը, այդ չեղավ վերականգնել։ Եթե ես հանում եմ իր կարևոր բանը, կարևոր անբաժան մասնիկը հուշարձանի ու փոխում եմ, հուշարձանը փոխվում է։ Ինքը Էլեն Ծիծեռնակաբերդը չէ, ինքը ուրիշն է դառնում։ Իսկ ես ուրիշ չեմ ուզում։ Ես Երևանի իմ սիմվոլներից մեկն եմ ուզում։ Հիմա ինչ էլ փորձեն մեկնաբանեն, երկար պատմեն, ես ուրիշ Ծիծեռնակաբերդի հուշարձան չեմ ուզում։ Ես իմ հինը ուզում եմ վերադարձնել։ Ի վերջո 1960-ից 70-ականներին կառուցված այդ հուշահամալիրը վերանորոգելու համար ինչու են փոխում քարը։ Մենք գիտենք եկեղեցիներ 1700-ամյա վանքեր 5-րդ դարից հետո, որոնք վերականգնում են, բայց ոչ թե փոխում։ Ինչու են փոխում այդ քարը։ Եթե թույլ տալի ես մի բան ավելացնեմ, ուղղակի քանի որ խնդրին մի քիչ ծանոթ եմ,
նախ օֆիցիալը ընդամենը 4-5 քար խոնավանում էր, որը կարող են ընդամենը փոխային այդ 4-5 քարը։ Բայց այդտեղ հասկանալով որ քաղաքապետարն այսօր չի տիրապետում այդ կոռուպցիոն սկանդալների իրար հետևից որ լինում է, ասենք գիտենք որ մի ամուսինը ինչ որ բերում է, չգիտեմ, ավտոբուսներ, կինը այդ տենդերի քաղաքապետարանի հաղթում է, այսինքն այդ եթե դա չբացահայտված անդադ տեսնում եք այդ խնդրեմը, այլ չեմ ասում ինչքան անդադ անօրինական ասեմ, չգիտեմ, ոչ կոմպետենտության ասեմ, այդ Երևանի անգամ փոքր մայթերը չեն կարող փոխել։ Բայց սա ամբողջը գալիս է դրանից, որ մենք ներեցինք երևանցիներով առաջին հերթին հանրապետության մետրոյի այդ նույն սալերը քանդելը, խայտարակ 3 հատ տենդեր փոխեցին, 3 հատ շինարար փոխեցին, ինչ որ անդադ խնդիրներ եղավ, քարը չկարողացան բռնացնել։ Տեսնում եք, այնտեղ լրիվ ուրիշ գույնի տուֆ է, ուրիշ հանքից, արել են լրիվ ուրիշ բան։ Ու էլի այն ինչ որ պետք է անել, էլ այդ հարցները ջրահեռացում, էլի միջև վերջ չեն լուծե։ Ոնց կար ավելի վատ եղել է, այսինքն ինքը ընդհանուր, որտեվ դամանը մի հատ կարճ բան պատմեմ, քաղաքապետարանի հետ բարեկարգման վարչության հետ ման խոսում ենք, որտեղից է քարը, դե չգիտեմ, այս կողմից հոգնեմեր բան Երևանակ ես մի 10 հանք գնացի, ուզում ենք գտնենք, մարդ կար պատրաստել ֆինանսավորել ինքը առնել, որ նույն ձև լիներ այդ սալերը։ Մի օր գնացել ենք բյուրական մի հատ ռեստորան, բերում եմ այդ ասում ես որտեղից էս քարը, մենք ասացել են մեր կողքը բան, գնացինք գտանք տես, այսինքն չեն նեղություն քաշել քաղաքապետանից որևէ մեկը մի պատասխանատու, որ ասել էս քարը ստեղից է սխալ տեղ եք ման գալի, որտեվ տարանժվին એને մի քիչ ավելի երկնա բանի ռոզովի է։ Հիմա մյուսը, ասեմ, վերադառնալով Ծիծեռնակաբերդի, որ մենք երևանցիներս ներեցինք, որ պատասխանատուներ չեղան, թե այդ համալիրի հզոր ճեմուղին, որ կառուցվել էր։ Իսկ այդ սալերը, որ դուք պատկերացեք, ինքը լինելով բետոնի սալ, արդեն կարելի ասել շատ մոտ էր, շատ հետաքրքիր, չասեմ արվեստի գործի, բայց Իտալիայից բերած դիզայնով անձամբ Երևանի քաղաքապետը, քաղաքապետի տեղակալը Կարեն Դեմերչյանը երկար ժամանակով հատուկ դրա համար, որ դուք պատկերացնեք 83 թվականին Երևանի քաղաքապետարանի այդ գործկոմից գնացել են Իտալիայում Փարիզում էքսպոյեն մասնակցել, իտալացիներից առել են միլիոնից ավել այդ ԺԲԿ-ի այդ լինիան, մյուս տարի բերել են, որ Աբովյան փողոցը այդ համար այդ ամբողջը Ծիծեռնակաբերդի համար անեն, հասկանում եք, ու տվել են մի քանի կուրորտներ։ Ինչ որ մեկը Երևանի մի հատ քաղաքապետարանի, մի հատ անհասկանալի աշխատող բերում է իր, չգիտեմ ոնց որ ընկերոջ ֆիրմաները այդ ասֆալտի անում է, դրանք քանդում են, մենք գնացել ենք, փորձել ենք կանգնացնենք, ես էլ իրավ հիշում եմ այդ մի հատ սալը վերցրեցին, որ տանենք էքսպերտիզա եւ այլն տեսնենք, այդ մարդը, որ կազմակերպել այդ վարչության պետը բարեկարգման գրում ասում է Վիկտոր Մնացականյանը քրեական պատասխանատվության կենթարկվի, որ այդ մի հատը գողացել։ Պարզվեց 2 օր հետո մեր ընկերներից մեկը հետևից գնացել է, տել են իրանք ավտոներով, թե իրանք այդ իրանց ամբողջով վաճառում են, իրանք հասկանում եք, այսինքն երբ անդառնալի վնաս տվեցին միայն այն հիմքով, որ ասում կարող է, եթե հանգարց հրդեհ լիներ, հրդեհի մեքենաներ ոնց են գնալ։ Այն դեպքում որ չենք հիշում ենք, որ հրդեհներ եղել են համալիրում ցավոք, էլ չեմ ասում հեկտարներով 3-4 այնմեկ բարում է ավտոներ արդեն 1000 տոնաներով գնացել են, որովհետեւ խնդիր չի եղել։ Այդտեղ բայց մենք սիրուն հով քայլում ենք ամենակարևորը ապրիլի 24-ին, դա դրա մեր խորհուրդը։ Այսինքն մենք պետքա ասած արտակի, որ մենակ համալիրը չի մեզ համար կոթող, այդ ամբողջ այդ սաղ բանն է կարևոր, բայց այդ մարդիկ ոչ այնի դրանից ինչ որ տարան ազգային ժողով գործի փոխանակ ուրիշ տեղեր տանենք ամեն մյուսներին, որևէ մեկը ոչ էլ այդ հանրապետության մետրոյի օրինակները շատ են, ու հիմա մենք այս մարդկանց ոնց վստահենք, որ քանդեն հայփոստը, քանդեն Զվարթնոց օդանավականը, որտեվ եթե դուք իմանաք երիտասարդ, մենք արդեն կորցել ենք դա, երիտասարդական պալատը, գիտեք ինչ հիմնավորումով է եղել։ Ծիծաղալ չեք պատկերացնի, ասում է պատալոկները փոքր են, ցածր են։ Լաս Վեգաս գնաց զերոտ խփես կպնում այս, գետի շատ ավելի բա, ոչ մեկ Լաս Վեգասում հյուրանոց չի կա։ Դա երիտասարդների համար դա երբեք ամբիցիա չի ունեցել այդ հյուրանոցը, որ ես իմով պետքա գան չէր գան, դա հատուկ երիտասարդության համար կառուցված հյուրանոց էր, շատ լինեն, հետաքրքիր լինի։ Բայց բաներ չփոխվեցին, արեցին էլի դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի։ Ու ոչինչ չփոխվեց, ուղղակի մենակ դատարկ փոս։ Ու փոշի ու հիմա հանքա, Շեբենի հանքա։ Շեբենի հանքա, հիմա որ դուք պատկերացնում եք Երևանի կենտրոնի գլխին Շեբենի հանքա։ Ինչ անել։ Դե այն մասով հասկացան գեղագիտական խորհուրդը, ես Չէ, ավելի կոնկրետ։ Այնպիսի տպավորություն է, որ ոչ մեկ ոչ մի բանի համար պատասխան չի տալիս մեծ հաշվով։ Սենց սա դա շատ կարևոր խնդրեմ է։ Դա պատճառը հետևանքա, չգիտեմ ինչա, բայց մենք ասում ենք օրինակ գերտական խորհուրդը, դա մի մասն է։ Ավելի գլոբալ մասը, ինչ որ ես ինքս ամեն դեպքում ես վերջին տարիներին փորձում եմ ընկերներով զբաղվել, Երևան քաղաքը պետք է ունենա ռազմավարական մաստեր պլան։ Մինչև մենք չունենանք ռազմավարական մաստեր պլան,
անիմաստ անգամ 1 միլիոն դրամ ծախսել է Երևանին, հավատացեք, բացի հրատապ ծախսերից։ Որ դուք պատկերացնեք, այդ փաստաթուղթը մոտ 2 տարվա աշխատանք է տարբեր մասնագետների, տարբեր, սկսած քաղաքային պլանավորողներ, քաղաքային հոգեբաններ, քաղաքային անթրոպոլոգներ, քաղաքային սոցիոլոգներ, այն մասնագետներ, չգիտեմ, դեմոգրաֆիայի մասնագետ, իրավաբաններ, հատկապես աշխարհագրագետներ, ամեն ինչ պետք է։ Եվ ամենակարևորը բնականաբար ճարտարապետներ, բայց մենք այդ փաստաթուղթը չունենք, վերցնում են, ասում են, այս զարգացնում ենք հյուսիսը։ Մի օր քաղաքապետը գա ասի, աներոջ հողերը բանը հարավմը կտանի աներ, բանը, այն կողմը, բայց այն դեպքում, երբ որ կառավարությունը, եթե չեմ սխալվում, 800,000 եվրո վճարել է ակադեմիական քաղաքի համար master plan-ը պատվիրել։ Այսինքն 800,000 վճարում ես master plan-ի, որ չի 40,000 պետք է, բարձր չի լինելու այդ ակադեմիական քաղաքը, բայց դրա համար է պետք է մի օր չէ բոլոր պատասխանատու ծախսերը։ Նույնը արել են, չգիտեմ, Ծաղկաձորի համար ժամանակի, ինժեներական քաղաքը ջրվեժի եղավ։ Ինժեներական քաղաքը դե, գիտեք, այդ ինժեներական քաղաքը որ ասում են, ոնց որ ձեռ առնեն ինձ, որտեղ երբ որ անցնեք 1000 ներողություն, դիմացը չի կարող ինժեներական աշխարհի քաղաքի դիմացը մեկը ոչխար գար, բան ծախի, կողքը ստրիպտիզ լինի, կողքը քանդած մեքենաներ են, դա չի լինում, ընկերներ, դուք էլի եմ ասում, ինչ որ խոսում ենք, հասկանում ենք, որ այս մարդիկ այդ մարդիկ են։ Անձնական չեմ ուզում որևէ մեկին վիրավորեմ, անկեղծ եմ ասում, բայց չի մարդիկ անլուրջ են վերաբերում իրանց գործին։ Բռնում են ոնց որ ձեռ առնեն, որ ամենազավեշտն է, որ մարդիկ գնացել են փող քաղաքապետը կանգնած, բան ինչ որ բաներում հետևից այդ Նուբարաշենի ծուխը վառվում։ Այսինքն մեկը չկա գոնե վրանց հուշի, ասում որ այդ ֆոնի վրա մենք Երևանցի։ Մենք դեմ չենք ոչ համերգին, ոչ ուրախությանը, մեր երեխեքի, մեր քաղաքի, մեր հյուրերի համար բնականաբար փառքած ու աղետ չի, տրագեդիա չի, նախ աղետային է, պետք է նշել Երևանի օրը։ Բայց այդ գեղագիտական խորհուրդը եթե լիներ, մեկը կասեն ընկերներ Թաթայի ցավն է տանեմ, բայց Թաթային մենք հարսանիքներն ենք լսում, տարբեր տեղ ուրախության, բայց Թաթան կարա լինի, լավ է, որ լավ են կանում բան, ինչ որ եւ այլն, այդ մտնում են այդ դա, բայց երբ որ Լյուբով Ուսպենսկային էլի ամենայն հարգանքով, մեր հայ ժողովրդի լավագույն ընկերն է, մեր կողմ, բայց այդ մարդը, ես որ երիտասարդ ամեն դեպքում ասոցացվում էր ավելի բլատնոյ, չասեմ այդ կիսա գողական, հա, բլատնոյ երաժշտության հետ, բայց այդ մարդուն որ դուք հանում եք բեմ Երևանի օրը, դա նշանակում է դու ենթագիտես բան ես պասել ես ուղարկում երևանցիներին, որ այս մի տարի մենք պիտի գնանք այս կյանքով ապրենք, հասկանում եք։ Այդ գեղագիտական խորհուրդը պիտի հաստատեր, ասել մի րոպե, դուք բյուջենով ա կազմում, այդ կազմ վարչությունն է, չգիտեմ, ֆինանսականա, քաղաքապետ, այդ կուլտուրայի վարչության պետ տեղակալ, մի հատ ընկերներ, եկեք մեզ ասեք, ինչ եք ուզում։ Մենք հիմա ուզում ենք կարողացել են բերել իրեն են բերել երևի։ Դե ամոթ է, էլի լավ չի, ուրեմն սա եկեք ուրեմն չասենք, նախ սա Էրեբունի Երևանի տոնն է, սա Երևանի ծնունդը չի, սա Էրեբունի, հասկանում եք, սա խորհուրդ կար, երբ որ դա ստեղծվել է 2067 թվականին, հա, ինքը նպատակը ուրիշ է եղել, ուրիշ բան են այնտեղ փորձը դրանով ապացուցել։ Մենք հիմա լրիվ ուրիշ բանի ենք հասել, ասենք ամենայն շատ լավ է պիտի ուրախ լինի այդ օրը, բայց այդ խորհրդի հետևից մենք պետքա գնանք, հասկանում եք։ Դուք անդադ ճարտարապետի մասին եք նշում, Երևանը ճարտարապետ չունի, չէ՞։ Մեջչանից հետո գիտեք, ես իմ անձնական կարծիքը, որ Երևան քաղաքը այս պահին չունի գլխավոր ճարտարապետի կարիք։ Երևանը ունի ոչ թե այս պահին, այլ նորմալ քաղաքում։ Քաղաքները ավելի շատ կարիք ունեն գլխավոր ուրբանիստի, ասենց ասեմ։ Ես փորձեմ բայց շատ երկար չեմ ուզենա, բայց հիմա այս դեպքում չի կարա չլինի քաղաքապետ ճարտարապետ, ընդհանրապես մի բան ասեմ, որտեղ գոնե ժամանակ մենք գիտենք մի մարդ, որ պատասխանատու է։ Հիմա ցելել են պատասխանատվությունը, Հիմա ուզում ես գնաս, չէ՞ մարդիկ բերում են ստորագրում են, կորում են, չկան այսօր կամ վաղը չկան։ Եվ այս սաղ շենքերն է իրականում ես մեկ այլ մնում եմ այն կարծիքի, որ Երևանի ճարտարապետները այդ խորհուրդ կամ ինչ որ հետագամ կլինի, պետք է ստեղ մի քիչ շայրի բախում լինի։ Չպետք է գործող ճարտարապետը որոշ լինի գլխավոր ճարտարապետ, այդ դա է հարցը։ Եթե դու գլխավոր ճարտարապետ ես, սիրում ես Երևան, բարի եղի մի տարի դու գիտես դրանից մի տարի առաջ լավ մի տարի այդ ժամանակ եւ դրանից հետո գոնե մի 2-3 տարի ճարտարապետական պրակտիկայով չզբաղվես թե դու թե աղբորդ ֆիրման կլինի կնոջը տանունով կլինի քո գրասենյակը կլինի գնա դաստու չգիտեմ գնա ուրիշ բան գիտությամբ զբաղ գիր գրի բայց դու չպետք է այդ շահերի բախումը խայտարակ ձեր բազմակողմանի է ինչպես կարող է չզբաղվել դա բազմաշնորհ է դա ունենք այն ինչ որ ունենք բան եկեք հիմա մի բան էլ բարձենք հա անկախ ամեն ինչից ձևավորվում է նոր Երևան, կառուցվում է նոր Երևան, նոր բնակիչներ, նոր քաղաքային միջավայր։ Ինչպես եք այդ ամենին վերաբերում։ Խնդրեմ։ Հա, միանշանակ կառուցվում է նոր Երևան, ու այդ պետք է ընդունել ու ինքը բերելու է իր հետ նոր մշակույթ։ Շատերը դուր կգա, շատերին դուր չի գա, տարբեր ձևի կարելի է այդ ամեն ինչը դիտարկել, բայց իրականությունը էս է, որ
բազմաթիվ չափից շատ իմ կարծիքով անիմաստ չափին շատ բնակելի շենքեր են կառուցվում այսօր ցավոք սրտի, ինչի եմ ասում ցավոք սրտի, որտեվ ունենալով տենց պահանջ պետք է նաև քաղաքաշինական պլանավորման գերխնդիրները լուծել, որ այդ ծանրաբեռնվածությունը կարողանալ ապահովել, իսկ մենք ցավոք սրտի մենակ կարողանում ենք լավ արագ շենքեր սարքել ու չմտածել, որ օրինակ ճանապարհային տրաֆիկը կարա չդիմանա, չգիտեմ, էլեմենտար ասեմ, ինժեներական ցանցերը կարան չդիմանան, ասենք արդյոք ես իրականության մասին ենք խոսում, ջուր, գոյուղին, էլեկտրացանցը դիմանում է, թե չէ։ Գլոբալ, որ նայում ես sense մի քիչ հեռվից ու կկոծած աչքերով, ասում ես բավականին լավ վիճակում է, ոնց որ Երևանը sense կարակ երկու տուրիստ դրա մասին խոսա, sense բարձունքից կանգնի, ասի շլավ սարքվում է, կռունկներ սարքվում է։ Իրական բավականին լավ նախագծեր կան եւ ոչ այդքան էլ, այստեղ խնդիրը այն է, որ գոնե այն ճարտարապետները, որոնք նախագծում են թաղամասեր ու ոչ թե մի հատ շենք, որոնք ձևավորում են միջավայր, ամենագլխավոր խնդիրը, որ կարողանան այդ հանրային տարածքների ճիշտ կիրառումն ու ինժեներական մոտեցումները կարողանան ապահովել։ Մենք սարքում ենք արագ շատ ու չենք նախատեսում միջավայրի կազմակերպման գերխնդիրները։ Ուզում եմ ասեմ, որ ոնց եմ նայում ընդհանուր վիճակին, իսկ գտնում եմ ծանրաբեռնվածությունը ալոգիկ ձևի է արված, այսինքն Երևանում ցենց լցված են շատ բիզնեսներ, ու բնակելի ֆոնդի մասին եք նաև խոսում, բայց թողնելով մեր, օրինակ Վիկտորի ասած, այն մեր շատ իմ սիրելի քաղաքները, որտեղ, չգիտեմ, Գյումրի, Վանաձոր եւ այլն, այսինքն, քանի որ ակցենտը փողը ծախսվում է ստեղ Երևանում, այնտեղ, այսինքն ստե բարձրացնում ենք, sense ֆոնդը լցնում ենք, իսկ այնտեղ թույլատնում ենք։ Դրա համար այս նագրուսկին Երևանը պատրաստ չի, ու հիմա էլ պատրաստ չի։ Այս նագրուսկին, որովհետեւ մենք այսօր ավտոճանապարհների առումով էլ որ խոսում, մենք այս ավտոյի քանակին էլ Երևանը պատրաստ չի։ Ու այն որ հիմա էլեկտրոմոբիլները հիմա գնալով լցվում են, չէ՞, ամեն երկրորդը մինիմում 2 հատ ավտո ունի եւ այլն, բակերում կանոնելու տեղ չկա, սենց լցվում։ Լավ, օքեյ, սենց ուր ենք հասնելու։ Այստեղ խնդիրը ցանկությունը ու ամենամեծ խորհուրդը ու ամենամեծ ցանկությունը Երևանի ծանրաբեռնվածությանը ստոպ է պետք տալ, այսինքն այդ ծանրաբեռնվածությունը ուղարկել մեր մոտակա քաղաքները, գոնե մոտիկները, ինչ խնդիր է, որ Մոսկվայում մենք սովոր ենք, էլի, մենք հացի խանութ ավտոյով ենք գնում, մենք այդ ձևի ենք։ Մոսկվայում մարդը, որ գործի է գնում ժամ ու կես, գնում է աշխատում է, փողը աշխատում, ինքն է երջանիկ է, չէ՞, կարում են, չէ՞, բայց մենք ասում ենք, չէ, գործի տեղը մոտիկ կլինի, էս կլինի, դրա համար մեր համար խնդիր է, որ ես Աբովյան քաղաքում ապրեմ ու Երևանում աշխատեմ։ Ադե լավ, զայլա կա, ասում ենք, գնա Աբովյանում մի բան կանը։ Սա խնդիրը, չէ՞, երբ որ մենք կարողանայինք մեզ թույլ տանք Երևանից դուրս ապրեինք հանգիստ մեր միջավայրներում, աշխատեինք Երևանում, այս խնդրի գոնե մի մաս կլուծվեր։ Երևանի թոթափման մասին խոսեցիք եւ թոթափվում է Երևանը, ոչ շատ հեռու աշտարակ քաղաքը, որը շատ յուրահատուկ իր տեսակով քաղաք է այժմ վեր են խոյանում բետոնե բազմաբնակարանով Էջմիածնում եւս մայթական դիմացից նայում ես կողքդ արդեն բարձր հասկանում եք բայց դա տեսք է չէ դա միջավայր է գեղագիտական խորհուրդ եւ նույնիսկ ինձ պատկան մարմիններ այնտեղ ասացին թե հիպոթեկը ուրիշ ձևի փող չեն տալիս պետք է բարձրահարկ լինի որ հիպոթեկի փող տան ընտանիքները կարողանան բարելավել իրենց վիճակը։ Հիմա ինչ նոր 17-րդ թաղամաս է դառնալու Երևանի համար աշտարակը։ Էլ չասած որ մայրուղին որը կա, նա էլ արդեն չի կարողանում սպասարկել աշտարակի խճուղին ավելի շատ հիմա լուսավորներ ունի, քան Բաղրամյան փողոցը։ Էլ չասած խժռող մայրուղին, միջազգային մայրուղին խժռող այս տնտեսական գործունեության կառույցները, հիպերմարկետները ու դրա նման բաներ։
որովհետև բնապահպանները աշխատել են, դա անգամ ֆիլմ կար, չէ՞, պետիներ, որ հյուսիս-հարավ կառուցելու համար ինչ որ մի հատ օրինակ ինչ որ դաշնամուկի պատճառով խնդիր ունի, բայց քանի որ մենք մասնակցային կառավարում չկա, դա մյուս խնդիրներից է, այսինքն աշտարակի բնակիչների հետ որևէ մեկը չի նստել Հակակից գյուղ, Պրոշյան գյուղ եւ այլն, գիտեք որ ստեղ sense բանա լինելու զարգանում է, ոնց եք ուզում, աշխարհում երկար տարիներ չի տևում շինարարությունը, երկար տարիներ տևում այդ պայմանավորվել է։ Այն դեպքում, երբ որ դու Երևանում ամենակարևոր հատվածը մենք տեսնում ենք այդ հյուսիս-հարավ, ընդհանրապես մի տան պատճառով կարելի ասել միլիարդանոց պրոյեկտը մենք պրավալ ենք տվել, որտեղ այդ Բանգլադեշի այդ մի հատ մարդը, որ չի թույլ տալի, չէ՞, ինչ որ այնը պարզեց այդ մարդը ինչ որ չհասկացա ԿՊ-ի հետ կապ ունի, թե ինչ որ էլի քաղաքապետարանի կոռուպցիոն ինչ որ սկանդալների էլի բան ունեն, պարզում է, մարդի գնացել են, գտել են, որ այդ մարդը ինչ որ մի ձև կապ ունի։ Այսինքն այդ մի մարդուն դու բանի տեղ ես դնում, յանի, որ չես ավարտում այդ ամբողջ հանգույցը, բայց աշտարակ քաղաքի հետ որևէ մեկը հաշվի չի նստել։ Կամ Պրոշյանի կամ մնացած սա էլ կոչվում է մասնակցային կառավարում, որտեղ դա կլինի դու Բաքվում ուզում ես խաղահրապարակ փոխես, դու պետք է Բաքվի բնակիչների հետ խոսես, ինչ ես ուզում։ Կարող է հասկանալ եք ոնց ես պատկերացնում, այլ ոչ թե ինչ որ մեկը տենդերը կրի, գնա անի, արևի տակ դնի խաղահրապարակ, բիսեդկեն դնի սխալ տեղ, այն մեկն անի, այ նույնը այս բանը կարած պրոյեկտ է, հասկանաս նույն խնդիրն է, փոքրից գալիս է մեծ քաղաքներ։ Պարոն Գրիգորյան, տեսքերի, քաղաքի տեսքի հետ կապված բաններ եք ասել։ Տեսքի հետ կապված է ձեր նախորդ հարցը, որ քաղաքը վերանորոգվում է, մեծանում է այդ բարձր շենքերը, անձամբ ես կողմ եմ, թող նորանա, խնդիր չի, պահպանելով հինը, բայց մնացած ինչպես ճարտարապետները իրանք կորոշեն որտեղ պետք է կառուցվի եւ այդ ճանապարհների հարցը ընդհանուր ինձ ավելի շատ այսօր ցավալի կողմը որտեղ է մեր մայր Հայաստանը քանդակը Արա Հարությունյան մայր Հայաստան քանդակը չի երևում Մաշտոցի պողոտայից, որովհետեւ հետևը սարքեցին այդ բարձրակ շենքերը, այդ կողմից դեմ եմ, իսկ մնացած մյուս կողմից կողմ եմ թող հարստանա, թող զարգանա։ Բայց այսօր ադրությամբ ով աթույլտություն տվել մայր Հայաստանի հետևը սարքել այդ շենքերը, որ ինքը կորել է, դա լսեք, հիմա Սիսն է կորել նույնիսկ։ Մի գեղեցիկ տեսարան կար, չէ՞, Հալաբյան փողոցը, անմիջապես Սիսն էր։ Հիմա Սիսը չկա։ Գիտեք, մի հատ բան ասեմ, Ալմատայում անցած օրը ինքերս ուրբանիստա Ալմատայում ասաց նետակիր բան կա ԱՊԶ-ներ անգամ քննարկելու ժամանակ, հիմա սկսել են իհարկե Կանադայում է կար, այդ տարբեր տեղեր կա, բայց հատկապես Ալմատանա որ եկե դրան, այնտեղ սարեր կան Ալմատայի կողքը, հատուկ բանը մտցել է նոր, որ շենքի շինթույլտություն տալուց առաջ պետք է այդ սարերի տեսարանը չփակվի։ Իսկ մենք ունենք մի սար ամենակարևորը, ոնց հնարավոր է փակել։ Այո, անգամ պետական համակարգների տեսանյութերից այնպես են արվում, որ հանկարծ այդ սարը չերևա։ Պարոն Կարապետյան, ինչ առաջարկ ունեք Երևանին։ Եվ ոչ միայն Երևանին, շատ նեղացրեցինք։ Գիտեք, ես փորձել եմ եւ բոլորին եմ խորհուրդ տալիս մեկ օր ուղղակի ոտքով շրջել Երևանով եւ նայել Երևանին տուրիստի, զբոսաշրջիկի աչքերով, որտեվ շատ ժամանակ, երբ որ մենք դա համ կնկատեն լավը, համ վատը, բայց ավելի խիտ կոնտեքստում։ Դա շատ դժվար գործ է հաշվի առնելով այսօրվա մեր կոմունիկացիան։ Գիտեք, որովհետև նույնիսկ շատ հնարավոր է, որ Ֆլորենցիայի իտալացին այս բան ինքը հարմարվել է, ամբողջ կյանքում տեսել է եւ լավը չի տեսնի։ Եվ մենք խոսեցինք վատ բաներից, բայց ուզում եմ լավն էլ նշել, որ մենք ունենք այո շատ գեղեցիկ քանդակներ, շենքեր, փողոցներ, նախ դա ենք սկսելու ավելի լավ նկատել։ Տեսնելու ենք մանրուքներ, որոնք առաջ չէինք տեսնում, օրինակ ինչ-որ փոքրիկ հարթաքանդակ շենքի վերևի անկյունում, որ կա, դա հիմա չենք տեսնում, երբ որ արդեն նայում ենք տուրիստի աչքով ավելի ուշադիր։ Նաև վատն ենք տեսնելու, չունենք կանաչ տարածքներ, չգիտեմ, ավելի հենց բետոնի այդ, չգիտեմ, մոխրագույնը ավելի գերիշխում է կանաչին, որը որ կարծում եմ ցանկացած քաղաքի համար շատ մեծ խնդիր է լինելու։ Եվ հետևաբար մեկ բան էլ եմ ուզում ասել, մի քիչ խոսեցինք, չգիտեմ, կազմակերպչական պահով խնդիրներից, բայց կուզեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ փորձի Երևանին նայել որպես իր մեծ տուն։ Հետևաբար արդեն մեքենայից աղբեր չեն նետվի, չգիտեմ, ավելի մաքրությունը ավելի
լավ մակարդակի վրա կլինի եւ վնասը ավելի քիչ կհասվի։ Չեմ ասում լիարժեք կվերանա, բայց փորձենք ամեն մեկը sense մտածելակերպի մեջ փոփոխություն մտցնել, որ նաև պետական կառավարման մաս պետք է լինի, օրինակ երբ ընդունվում է որևէ որոշում, գնալ դրա հետևից։ Պետք է ինքը հասկանա, որ մենք ունենք մեծ տուն, դա Հայաստանն է, հիմա արդեն Երևանի մասն ենք խոսում, թեկուզ եւ Երևանն է, եւ հավատացեք, ընթիրներ չենք ունենա եւ նույնիսկ եթե կունենք ավելի փոքր մասշտաբի կլինեն։ Եկեք մինչև լսել արհեստական բանականությանը բոլոր այն կետերը, ինչի մասին խոսվեց այս ժամվա ընթացքում։ Պետք է կրթել հարգել ժառանգությունը, ստեղծել դպրոց, պետք է չվնասել, պետք է ունենալ համակարգային մոտեցում, գեղագիտական խորհուրդ։ Սկսենք մեզանից, ասաց փողոցում հարցվածներից մեկը։ Ռազմավարական մաստեր պլան է պետք, Երևանի ծանրաբեռնության թոթափել, մեկ օր շրջել Երևանում օտարի աչքերով նայել եւ քաղաքային քանդակներ ունենալ ստեղծագործական եւ նայել ինչպես քո տանը կնայես։ Այո, եւ կանաչ տարածքներ ունենալ, ինչպես նաեւ ստեղծել մթնոլորտ քաղաքային եւ իրար համապատասխան։ Մի բան ավելացնեմ ընդամենը կներեք, որ պետք է նաև Երևանը համաչափ զարգացնել։ Համաչափ զարգացնել։ Ամենակարևոր բանը։ Դա հնարավոր է։ Փրկության հարցը համաչափ զարգացման մեջ, այո։ Հա, Որ ոչ մեկ չուզենա իմաստ չլինի ինչն է կենտրոն, հասկանում եք։ Որտեղ կարող եք ասել օրինակ նոր վարչական շրջանում ինչ թատրոն գիտեք։ Չէ, մի հատ կարող կամ որտեղ ինչ կինոթատրոն գիտեք, կամ որտեղ ինչ թանգարան գիտեք, կներեք։ Բայց մենք գնանք այդ նորքի կինոթատրոնը համայնքապետարանի նաև կարևոր միսիաների մեջ եմ, ոչ թե մենակ գույք հարկ վերցնել, էս անել են անել, այլ նաև կրթել, այլ նաև վերաիմաստավորել հասարակական տարածքները, ասենք օրինակ գրադարանները։ Մենք Երևանում գրադարան ենք, օրերով մարդ չի մտնում, բայց կողքը տարածք կա, որ նույն մեր Արցախահայերը, որ նույն կամ Սիրիահայերը եկած, մարդիկ մշակութային ոչ մեր Երևանում կենտրոն չունեն անվճար, փողը չունեն որ անեն, իսկ որտեղ պետք է հավաքվեն։ Այժմ լսենք ինչ է մեզ առաջարկում արհեստական բանականությունը։ Հայաստանում բարեկարգ միջավայր ունենալու համար կարելի է անել մի քանի բան։ Օրինակ, ակտիվացնել աղբի տեսակավորման ու վերամշակման ծրագրերը, կանաչ տարածքները ավելացնել ու պահպանել, խցանել հանրային տրանսպորտի զարգացումը, որպեսզի օդի աղտոտվածությունը պակասի, էլի շատ բաներ կան, օրինակ հանրային իրազեկման արշավներ, ծառատունկեր, էներգոարդյունավետության ծրագրեր եւ համայնքների ներգրավվածություն։ Այսքան հեշտ էր արհեստական բանականության բանաձևը։ Բանականություն ավականում անդամ ընտրել, ասած որ ավելի շատ օգուտ տա։ Այդպիսի փորձ կա երկրներում։ Ես կարծում եմ դա էլ սարերի ետևում չէ։ Շնորհակալություն բարեկամներ եւ բոլորդ շատ լավ գիտեք, մի բառակապակցություն կա։ Մարդիկ են կառուցում քաղաքները, իսկ հետո քաղաքներն են ստեղծում մարդկանց։ Ինչպիսին որ կկառուցես, այն էլ կստանաս։ Ընդհանրապես պետք է սիրել այն երկիրը, որտեղ ապրում ենք եւ ամեն ինչ շատ ավելի լավ կանենք։ Շնորհակալություն։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։